Երբեք եւ այդ։ Արմեն, շատ հաճախ ես գործածում այդ բառը։ Երբեք եւ այդ դա բանալի է, որը դռները բացում դեպի մեր ներաշխարհի աբսուրդի թատրոն է։ Այն համադրություն է երկու հակադրությունների՝ ժխտում եւ հաստատում։ Ինչպես կարող է միաժամանակ լինել եւ ժխտում եւ հաստատում։ Երբեք եւ այդ։ Այսինքն երբեք եւ հիմա, երբեք եւ այժմ։ Հնարավոր չէ, բայց նաեւ հնարավոր է։ Այսինքն հնարավոր չէ, երբեք, բայց նաեւ հնարավոր է։ Հրաշք, պատրանք, թատրոն, աբսուրդի թատրոն։ Իսկ թատրոնում ամեն ինչ հնարավոր է։ Բեմ, պայմանականություն, դիմակներ։ Այո, բոլոր մարդիկ դիմակ են դնում։ Դիմակ են դնում եւ նոր մարդկանց հետ ծանոթանալիս, եւ երբ իրենց ընկերների հետ են։ Դրանք կրում են գործընկերների, ղեկավարների ու ենթակաների առաջ։ Չեն անհանում այն ոչ ընտանիքի, ոչ էլ այն ժամանակ, երբ մենակ են։ Իրենք իրենց հետ։ Վախենում են, որ եթե իրենց իսկական դեմքը ցույց տան, իրենցից երես կթեքեն։ Ինձ հաճախ այնպես է թվում, որ մարդիկ ավելի շատ վախենում են ընդունել իրենց զգացմունքները, ընդունել իրենց, ընդունել ինքդ քեզ եւ դեն նետել դիմակը։ Այո, մարդիկ դիմակներ են դնում եւ խաղում են կյանքում ինչպես թատրոնում։ Գիտես, իմ կյանքը հենց դիմակը փրկեց։ Ինչ։ Մենք երկուսով ենք, ես ու Ֆեդյան։ Մենք առաջադրանք ենք ստացել պարզել դիմացի բարձունքում քանի դիպուկահար կա։ Արմեն։ Դե Ղարաբաղում 20 թվականի աշնաններ։ Մենք առաջադրանք ենք ստացել, մենք դիմակավորված էինք։ Ֆեդյանին կերպարով էր այնպես, որ մեզ հնարավոր չէր տարբերել։ Ուշքի եկա ինչ-որ նկուղում, այնտեղ մի մարդ կար։ Նա թալիշ էր և սնունդ էր հասցնում դիպուկահարներին, որոնց պիտի ոչնչացնեինք ես և Ֆեդյան։ Նա պատմեց, որ տեսել էր, թե ինչպես մի խումբ բժիշկներ շտապ եկել են մեր հետևից։ Ուշադրի զննել մեզ և Ֆեդյային տարել իրենց հետ։ Ինձ թողել են, որ այդտեղ մեռնեմ, քանի որ գլուխս արյան մեջ կորած էր։ Իսկ նրանց պետք էր եղել այնպիսի մեկը, որի գլխին վնասվածք չլինի։ Իմ բախտից այդ թալիշին խորհրդային ժամանակներում այրվող մեքենայից մի հայ զինվոր էր դուրս քաշել ու այդպիսով կյանքը փրկել։ Եվ նա որոշեց նույն կերպ վարվել ինձ հետ։ Իսկ դժբախտ Ֆեդյայի մոտ իմ անձնագիրն էր։